Ես մի կարևոր դիտարկում ունեմ այս համատեքստում Չախալյանի դեպքի հետ կապված իրականում այս ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների համատեքստում քաղաքական բանտարկյալների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը դա նորություն չի։ Ես ընդհանրապես մեկ բան հիշեցնեմ։ Երբ որ հունվարի 9-ին, ինչպես նշվեց, դատարանի կողմից ապօրինաբար երկարացվեց Նարեկի եւ Ազգենի կալանքը, Նարեկը հայտարարեց անժամկետ հացադուլ եւ Նարեկին մի քանի օր հետո ուղղակի տարան պատժախոց, հա, հայերեն ասած կարծեր, ժողովրդական լեզվով ասած, այսինքն այդ դրսևորումները, որոնք նպատակ ունեն պատժել անհնազանդներին եւ ամբոստներին, դրանք լոկալ դրսևորումներ չեն։ Այնուամենայնիվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արա Մեղրոյանին մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, մեծ խորին շնորհակալություն եւ ուզում եմ դիմել մեր ուղիղ եթերը դիտողներին, որ դուք կարող եք հիմա հարցեր ուղղել մեզ, մենք այդ հարցերին կպատասխանենք եւ մի քիչ ավելի տենց ինտերակտիվ սարքենք մեր շփումը, հա, ես բոլորին բարևում եմ, շատ հաճելի է, որ իմ անունը հիշում եք, որ կարոտում եք, շատ շնորհակալ եմ ջերմ բառերի համար, բայց եթե ունեք հարցեր, խնդրեմ, մենք պատրաստ ենք պատասխանելու, իսկ մենք անցնենք առաջ ըստ մեր թեմայի։ Խնդրեմ, ես հիմա նայում եմ մեր ծրագրով մենք ինչ ենք նախատեսել։ Տակ, ուրեմն հրապարակորաթերթը գրում է, որ իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց, ինչը ակնկալելի էր, որովհետև սա կոչվում է ադմինիստրատիվ ռեսուրսը ծառայեցնել անձնական կուսակցական շահերին, այսինքն այդ մարդիկ 5 տարի բարի խոսք չեն լսել իշխանություններից, 3 ամիս հետո ընտրություններ ա, մեկ էլ Գյուլաքարակի համայնքապետարանից զանգում են, ասում են ով վատ կտուր ունի, եկեք մենք այդ կտուրները սարքում ենք, իսկ ինչ բանա կտուրը բոլորդ հասկանում եք, դա շատ թանկ հաճույք է, իսկ գյուղի պայմաններում առավել եւս հաշվի առնելով, որ հա մարդիկ ոչ փող ունեն, ոչ եկամուտ ունեն, իսկ կտուրը դա շատ կարևոր է։ Նույնը Պապիկյանի Պապենական գյուղում, Լոռի Բերդում 5 տարի ոչ լուր, ոչ խաբար, մեկ էլ հոպ հենց ոչ բարով խերով նախագահը ստորագրում է ընտրությունների ժամ ու ժամկետը եւ սկիզբը ստարտա տալիս նախընտրական այսպես ասած գործընթացին, մեկ էլ այնտեղ սկսում են բարեգործական ինչ որ նվերներ բաժանել գյուղացիներին բարեգործության անվան տակ։ Սա ուղիղ օրենքի խախտում է, սկսենք դրանից, որովհետև դրանք այն պահից, երբ որ սահմանվում են նախընտրական արշավները, այդ պահից պետք է դադարեցվեն ցանկացած բարեգործական գործունեություններ, որոնք այս կամ այն ձևով ասոցիացվում են ընտրությունների մասնակիցների հետ։ Այսինքն եթե գյուղապետարանից զանգում են, ասում են կտուր եմ սարքում, պարզ է որ գյուղապետը իր գրպանից չէ այդ կտուրը սարքում, չէ՞, ԿՊՆ-ը այդ փողը իջացնում, հետևաբար այդ բարեգործությունը ուղիղ ասոցիացվում է քաղաքացիական պայմանների կուսակցության հետ, եւ որ գալիս են ձեր փողոցի դեմը ասֆալտ են անում, դա էլ է ընտրակաշառք։ Անկամ եթե դա արվում է բարեգործության անվան տակ կամ բանի քաղաքի բարեկարգման տակ։ Անկամ եթե վատ ասֆալտ է։ Անկամ եթե վատ ասֆալտ է ու 3 ամիս ընտրությունից հետո այդ ասֆալտը սկսելու է քանդվել։ Բայց այնուամենայնիվ հələ ընտրությունները ընտրարշավը նոր է սկսել, իսկ ընտրությունները 3 ամսին նրանք առաջի օրվանից սկսել են օրենք խախտել։
Ես մի քանի դիտարկում ունեմ այս հարցի համատեքստում, կարդալով այս ամեն ինչը ես ակամայից հիշեցի 2021 թվականը, երբ որ դեպք էր եղել, երբ նախընտրական քարոզչությունը պաշտոնապես դեռ չմեկնարկած, ռեժիմի ներկայացուցիչները մանկապարտեզների ռեսուրսը մոբիլիզացնելով ադմինիստրատիվ ռեսուրսը մանկապարտեզների հանդիպումներ էին կազմակերպում եւ այդ ժամանակ էլ բավական մեծ աղմուկ բարձրացավ տվյալ թեմայի շուրջ իրականում իմ համար այս ամեն ինչը ինչ որ տեղի է ունենում զարմանալի չի որովհետեւ երբ որ պոպուլիզմի հիման վրա գալիս են իշխանության կամ կատարում են իրականում իշխանազավթում շռայլ խոստումներ տալով հանրությանը, որոնք բնականաբար չեն իրականացվելու եւ այդ խոստումները ոչ միայն չեն իրականացվելու, այլև մի բան էլ երկրի գլխին աղետ են բերում։ Կներես, ես քեզ ընդհատեմ, где-то դեկտեմբեր ամիսներ մի բավականին մտերիմ մարդ կա, որը աշխատում է էկոնոմիկայի նախարարությունում, չասեմ որ բաժնում, բայց այդ ինֆորմացիան դեռ դեկտեմբերի սկզբից էր, երբ որ ուղիղ հրաման է իջել Պապոյանից, որ ինչ ծրագրեր ունեք թոշակառուների հետ կապված, ցանկացած ծրագիր, անգամ եթե ինքը հումա, անգամ եթե զուտ սևագրի տեսքով է, այդ սա խնդրում եմ ներկայացրեք բանի ու երբ որ այդ հանդիպման մասնակիցներից մեկը ասել է, բայց մենք անգամ եթե այդ ծրագրերը ներկայացնենք հաստատման ու դուք հաստատեք, մենք դա չենք կարողանալու իրականացնենք, որովհետև չկան ռեսուրսներ համապատասխան բան եւ այլն, ասել ոչինչ, մենք այդ կհաստատենք, հետո բան կանենք, ընտրություններից հետո կջրենք։ Դուք մենակ մի բան արեք։ Մի բան արեք, մենք հիմա հաստատենք, որ թոշակառուների դեմը սենց այդ բանը շանվոսկորը գցենք, ընտրություններից հետո տարվա ընթացքում մի ձև կջրենք կեթա։ Էս է իրանց մոտեցումը, այսինքն այդ 65+ բուժ օգնությունը, չգիտեմ, թոշակառուներին բիզնեսմեն սարքելը, Նիկոլի էս վերջերս առաջ։ Այդ սա այդ բաժնից է դուրս եկել այդ առաջարկները, որոնք մինչև հունիսի 7-ը գործելու են, հունիսի 7-ից հետո արդեն ջրվելու են, փոշիանալու են եւ գնալու են, որովհետեւ այդ ամեն ինչը հիմա այդ վիրավորանք կերած թոշակառուներին, որոնց պարզում է իրենք 10,000 դրամը չգիտեն ոնց օգտագործեն, դրա համար ինքը թոշակառուին 10,000 չի տալիս, բայց զատո Սրբուի Գալյանին տալիս է 2 միլիոն դրամ, հա, այդ թոշակառուներին բերել ընտրական դաշտ, հա, իրանց դաշտ բերել, որ այդ թոշակառուների ձայները հավաքեն, իսկ հետո հունիսի 7-ից հետո արդեն կամաց կջրեն, ֆինանսավորում չկա, հերթերը մեծ է, ես չգիտեմ, հələ մի հատ տեսնենք դու ինչ բիզնես կարաս անես, եւ այլ, այսինքն այդ սաղ ծրագրերը իհարկե ջրվելու են, բայց հիմա ուշադրություն դարձրեք, մինչև հունիսի 7 թոշակառուների հետ կապված ինչքան անհեթեթ ծրագրեր են լինելու, որոնք պետք է այսպես աչք ծակելու համար, բայց դա միրտվարաժդյոնի պրոյեկտի, որոնք կյանքում չեն իրականացվելու։ Սիրուն ու պակովկա է։ Սիրուն ու պակովկա են անելու, որ այդ մարդկանց ասեն, տեսեք, մենք ձեր մասին մտածում ենք։ Հա, ավարտելով այդ միտքս, երբ որ իրանք պոպուլիզմով կատարեցին իշխանազավթում, այդ խոստումները տվեցին, մի հատ պարզ բան է, չէ, առաջ գալիս, պոպուլիզմը ինքը երևույթ է, որ հավերժ չի կարա գործի, և եթե իրենք այդ լոզունգներով իշխանազավթում էին իրականացնում, նշելով, որ օրինակ լինելու են արդար ընտրություններ կամ մրցակցային հավասար պայմաններ, հա, այդ ականջահաճո խոստումները, որոնք որ իրենք տալիս էին։ Բնականաբար իրենք այլևս չունեն պոպուլիզմի ռեսուրս եւ հենց նույն արդար ընտրությունների համատեքստում իրենք արդեն մոռացել են, թե ինչ էին խոսում 2018-ին հրապարակներից։ Չի հիշում, երեք չառաջի օրը ինչ է խոսացել, այսօր ասում է, ինքը առավոտը մի բան ասում, իր գունը ասում է ճիշտ հակառակը, դու ուզում ես նա հիշի 2018-ին ինչ է խոսացել։ Չէ, ես փորձում բացատրել այս process-ի անխուսափելիությունը, որովհետև եթե իրանք պոպուլիզմի հիման վրա
կատարում են գործողություններ, իշխանազավթում տալիս են մարդկանց խոստումներ, իրանք բարձա չէ, որ չեն կարող իրենց պոպուլիզմը իրականություն դարձնել։ Միանշանակ չեն կարող, որտեղ չունեն ռեսուրս, չունեն գիտելիք եւ չունեն ծրագիր։ Եվ հետեւաբար, երբ որ պոպուլիզմի, այսպես ասած, դոզան թողնում է, իրենք մոռանում են խոստումները եւ ունենք ինչ որ ունենք։ Արի հանուն արդարության ասենք, որ բոլոր բաները, նախընտրական խոստումները, հա, շատ հազվադեպ են դառնում իրականություն։ Իսկ բայց ԿՊ-ի պարագայում կա մի հատ ուրիշ շատ կարևոր հանգամանք, որ ԿՊ-ի պարագայում ոչ միայն իրականություն չի դառնում իրանց խոստումը, այլ մենք ունենում ենք իրանց խոստացածի ճիշտ հակառակը։ Այդ նույն բանն ասում եմ, ես ասֆալտապատեմ քո փողոցը, ընտրվում է, հետո բուլդոզերը բերում է, քանդում է, ճամփետ սարքում է, գրունտով կա։ Էսա Նիկոլի մոտեցումը։ Այսինքն խոստացավ ասֆալտ փռի չփռեց, փող չկա, եղանակը չի թողում, ես չգիտեմ, մասնագետ չկա, 1000 ու մի բացատրություն կարելի է գտնել։ Խոստվեց, չարեց, դա այդքան սարսափելի չի, այքան երբ որ խոստանում է ու անում է ճիշտ հակառակը։ Լրիվ համաձայն եմ, հիշեցնեմ խոսքեր տված, խոսք տված էլ չէ, կառավարության ծրագրում, նախընտրական այդ ծրագրում էր գրված Շուշի հադրութի դեօկուպացիա, սաղ հանձնեցին։ Չկա կետ իրանց կառավարության ծրագրում կամ նախընտրական ծրագրում, որի հակառակը նրանք արած չլինեն։